դեպքից մի բան հարցնել, տեղեկություններ կան, որ միջավայրը, որտեղ որ երեխան ապրել է, ինչ-որ ամբարով վարքեր են եղել, կա ոստիկանության մոտ նման տեղեկություններ, եթե այո, մի քիչ մանրամասնեք, ինչ մասին է խոսքը։ Համայնքային ոստիկանություն կա, մի քանի այդպիսի դեպքի մասին ենք լսել, իրենց հայտնի չէ նախապես, թե ինչ է կատարվում այդ համայնքներում։ Նախ մենք հետ կապված էլի, միանգամից ասեք, որ հետ կապված ինչ տեղեկություններ կան, փնտրում եք կամ նա ինչ մասնակցություն ունի։ Այս պայդրությամբ ես նշեմ, որ երբ որ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից, ահազանգը կարելի ասել այնպիսին էր կամ ընտանիքի անդամների կողմից այնպիսին էր հաղորդումը, որ ըստ էության գործ չունենք հանցագործության հետ, ստանդարտ պրոցես է, երեխան իրեն վատ է զգացել եւ դրա արդյունքում է, որ տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց անմիջապես ձեռնամուխ ենք եղել օպերատիվ հետախուզական աշխատանքների եւ դրա հիման վրա է նաեւ, որ հենց սպանության փորձով է վարույթը նախաձեռնվել, որովհետեւ տեղեկություն էինք ստացել, որ տվյալ անձի հոր հետ բնակվող կնոջ նաեւ միջամտությունը կա ընդհանուր գործընթացին, երեխայի ծեծի մասով եւ ըստ այդմ նմանատիպ հետևանք առաջացնելու մասով այժմ շարունակում ենք քննչական կոմիտեի հետ աշխատանքները, գիտեք, որ նաեւ խափանան միջոց կա ընտրված անձի նկատմամբ, շարունակում ենք աշխատանքները, որպեսզի նաեւ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի, այո, իրավիճակներին եւս նաեւ իրավական գնահատական որպես այդպեսին կարողանանք տանք, այո, ինչ վերաբերում է Չէ, այս պահին ուղղակի կարգավիճակի հետ կապված հարցերն են ճշգրտման Չեմ բացառում, կախված այն տվյալներից, որոնք որ կստանանք, նշեմ, որ միջավայրի հետ կապված, տեսեք, նշում եք համայնքային ոստիկանության հետ կապված, մենք պիտի նախ առաջինը նկատի ունենանք, որ մեր երեխա իրավունքների պաշտպանության այն նոր համակարգը, որ ներ ենք դրել, այն տրամաբանությամբ է, որ առաջին ինֆորմացիա ստացողը որպես այդպեսին չպիտի լինի ոստիկանությունը։ Այսինքն ազդակը պիտի գա համայնքից, ազդակը պիտի գա այնտեղի սոցիալական ծառայողներից եւ մնացյալից։ Ես վստահ եմ, որ նաեւ գործընկերներն են այս հարցը դիտարկում, նաեւ իրենց իրավասության տիրույթում, որ հասկանան եղել է ազդակ օբյեկտիվորեն, թե չի եղել ազդակ նմանատիպ իրավիճակի։ Ես էլ մեր մասով համայնքային ոստիկանների կտորով եմ դիտարկում իրավիճակը, որպեսզի հասկանանք հնարավոր է այդպիսի տեղեկատվություն մեր գործիքակազմի տեսանկյունից այո ստանալ, թե ոչ, եւ եթե որևէ խախտում հայտնաբերի այս դեպքում իմ պատասխանատվության տիրույթում, այսինքն ոստիկանի աշխատանքի մասով, բնականաբար ռեակցիան դրությամբ այդ մասով ինչ ասացիք, ինչ որ հետո արդեն որ ուսումնասիրել կա այդպիսի, այդտեղ եղել այդպիսի միջավայր, այդ մասին էր հարցը նախարար։ Հիմա շարունակում ենք մեր ուսումնասիրությունները, թույլ տվեք ավել բան չհանրայնացնել, որովհետեւ նաեւ երեխաների եւ ընտանիքի մյուս անդամների հետ կապված որոշակի նաեւ հոգեբանական վիճակ ունենք։ Հիմա պատկան մարմինները աշխատում են այդ մասով։